Իկիգայ թարգմանաբար նշանակում է կյանքի իմաստ, առավոտյան արթնանալու պատճառ, որոշ դեպքերում ասում են երջանկության արվեստ։ Այս կենսափիլիսոփայությանը հասնելու համար ճապոնացիները նախ առաջարկում են գտնել այն կետը, որում հատվում են սերը, առաքելությունը, կոչումն ու մասնագիտությունը։ Որպեսզի շատերը կարողանան հասնել այդ կետին, Ավետիք Հարությունյանը կարդացածն ու մտորումները մեկտեղել է «Գտիր քո Իկիգայը» խորագրով աշխատության մեջ եւ ներկայացրել Հայ ընթերցողին։ 3 բաժնից բաղկացած գիրքը հեղինակը սկսում է կյանքի իմաստը բացահայտող իր կենժահե հայեցակարգով։ Կենժահեն 7 ոլորտների առաջին տառերն է՝ կյանք, երազանք, նպատակ, ժամանակ, աշխատանք, հաջողություն եւ երջանկություն, եւ կարծում եմ, որ կյանքի վերջնական կետը կամ կյանքի ավելի ճիշտ իմաստը դա երջանիկ լինելն է, երջանկություն գտնելն է։ Գրքի երկրորդ հատվածը մտքերի շտեմարան է 800 հեղինակի 2500 աֆորիզմով։ Դեռ ուսանողական տարիներից Հարությունյանը հավաքել էր իր վրա մեծ ազդեցություն թողած մոտ 6000 միտք, ընտրել է լավագույններն ու ներկայացրել գրքում։ Այն հանճարեղ մտքերն են, որոնք ժամանակին հայտնի մարդիկ, մեծ հաջողության հասած մարդիկ, գիտնականները, գործարները ձևակերպել են եւ նշանակում է նրանք կյանքում այդ միտքը բյուրեղացել է իրենց մոտ եւ կարողացել են այդ գաղափարով առաջարժվել եւ հաջողության հասնել։ Եթե գրքի առաջին բաժինը մարդուն ստիպում է մտածել, երկրորդը ոգեշնչում աֆորիզմներով, ապա վերջում այն մղում է գործողությունների, ընթերցողին պարզ ու մատչելի ներկայացնելով կյանքի իմաստին հասնելու ուղեցույցը։ Գրքի երրորդ բաժինը կոչվում է Իկիգայ պրակտիկան, որտեղ որ կարող ենք սահմանել մեր 12 նպատակները, այնուհետև նշենք մեր հավանած աֆորիզմները ըստ համարների, այնուհետև տեղ է նախատեսված, որ կարող ենք նշել այն աֆորիզմները, որոնք կնպաստեն մեր նպատակների իրականացմանը, իսկ վերջում ներկայացված են այդ 12 նպատակների կենսագործման համար, այսպես ասած, փոքրիկ ուղեցույց, եւ վերջում այսպես տարբերակ ենք նախատեսել, որ քանի տոկոսով եք հասել ձեր նպատակին եւ ինչ բավարարվածություն եք ստացել նպատակին հասնելով, այսինքն այդ նպատակ սահմանել ինքնանպատակ չպետք է լինի։ Ներկաներից մի քանիսն արդեն իսկ կարդացել են գիրքը, տեղում տպավորություններն է ներկայացնում։ Ինձ համար առաջնային կարևորը, որ ոչ թե այն հավաքածու է ուղղակի աֆորիզմների, այլ այնտեղ պարոն Հարությունյանն է իր խոսքով կիսվում, իր փորձով կիսվում ու շատ իմ համար նաև տպավորիչ է, որ ոչ միայն համաշխարհային, այլև հայաստանյան մտածողներ, հայ մտածողներ կային գրքում։ Գրքի շնորհանդեսին մասնակցող հյուրերը հարց ու պատասխանից հետո ձեռք բերեցին այն հեղինակի ստորագրությամբ։ Սա Ավետիք Հարությունյանի 5-րդ գիրքն է, նախորդները մասնագիտական իրավաբանական ուղղվածության են։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։